Այսօր ինտերնետ կապ ունեցող աշխարհի ցանկացած կետում բջջային սարքերի կամ համակարգչի միջոցով հնարավոր է գրեթե ամեն ինչ, ձանձրույթը փարատելուց մինչև կյանքի ընկեր գտնելը։ Տեխնոլոգիաների առանձնահատկությունը այն է, որ մեր վերաբերմունքը դրանց նկատմամբ կամ միանշանակ լավ է կամ վատ, մինչդեռ դա սոսկ գործիք է։ Ծնողների համար իրենց երեխաների հետ կապ պահպանելու գործիքից մինչև ընկերների հետ շփվելու կամ գնումներ անելու հարթակ ինտերնետի աշխարհի հնարավորությունները անսպառ են, ասում է Intel-ի աշխատակից Բրիջիթ Քարլինը։ Մերօրյա կյանքում տեխնոլոգիաները կարևորվում են ոչ թե սարք արտադրելու, այլ այդ սարքի ընձեռած հնարավորությունների համար։ Ինտերնետը փոխել է մարդկանց հաղորդակցման ձևը։ Լինի սոցիալական մեդիա, թե ծանոթությունների կայք, օգտվողները շատ ավելի մեծ թվով մարդկանց հետ են շփվում, քան նախկինում հնարավոր էր։ Սա ևս տեխնոլոգիաների առավելություններից մեկն է։ 3 ամուսիններից մեկը առցանց ծանոթության արդյունք է։ Ընդ որում, այդ զույգերը, նրանց հարաբերությունները շատ ավելի բազմազան են։ Կարծում եմ, սա դրական միտում է։ Տեխնոլոգիաների երրորդ առավելությունը նոր սերնդի ձևավորումն է, որ մի քանի տասնամյակ առաջ չկար։ Տեխնոլոգիաների միջոցով երեխաների ստեղծագործական հնարավորությունների արտահայտչաձևերը պարզապես անհավանական են։ Ես պարզապես հիացած եմ։ Սակայն երեխաներից շատերի ծնողների մոտ այդ հիացմունքը տեղի է տալիս անհանգստությանը։ Հոգու խորքում մտածում ենք, ինչպես է սա ազդում երեխայի ուղեղի վրա, ինչ մարդ է նա մեծանալու, իսկապես ինչպես ենք համատեղ ապրելու մի երեխայի հետ, ով 2-ից 4 տարեկանից գիտակից կերպով օգտվում է տեխնոլոգիաներից։ Ըստ հետազոտողների, էկրանի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելը թուլացնում է սոցիալական հմտությունները։ Տարբեր գնահատումներով վերջին 30 տարվա ընթացքում ուսանողների շրջանում կարեկցելու ունակությունը 40%-ով նվազել է։ Սոցիալական ոլորտի գիտնական Շերի Թարքլի խոսքերով կարեկցելու ունակությունը զարգանում է կենթանի շփումների ժամանակ։ Տեխնոլոգիաները նաև ազդում են վարքագծային այլ կարևոր հմտությունների վրա, հավելում է նա։ Մենք այնքան ենք սովորել հեռախոսի մշտական առկայությանը, որ աստիճանաբար կորցնում ենք միայնության ունակությունը, ուստի եւ ինքներս մեզ հետ խոսելու եւ ինքնաամփոփվելու ունակությունը։ Մինչ ինտերնետային աշխարհի կողմ եւ դեմ փաստարկների քննարկումները շարունակվում են, տեխնոլոգիաները հարաճուն կերպով զարգանում են, բարձրացնելով նոր հարցեր, թե ինչպես պետք է սոցիալական էակ մարդը օգտագործի դրանք։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։